Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 4-ն է Երևանում, ինչպես հայտնի երգն է ասում, տոներն են մոտենում, մոտենում ամսի 7-ը, Հայաստանի համար ճակատագրական քվեարկության օր։ Տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում մինչ այդ։ Հիմա տեսանյութը նայեք, ինչ մեկ ինչ տղա էր, այն սկզբի ժամանակներն է, սա իշեք մեկ, ինչ տղա էր, իշեք։ Нормально, здесь все нормально. Все дорогу нормально. Шефу нормальный, здесь нормальный. Все нормально. Միջև ասենք կդառնան այսենց, որ կգոռալ բոլորիրա, թե դուք ինչի չեք մեռել։ Չի չեք մեռել, տեսել եք գերագույն գլխավոր հրամանատար, որ ափսոսում է, որ մարդիկ չեն մեռել։ Ասես բան տեսել եք դուք։ Տեսել եք։ Ափսոսում է, որ քիչ է սպանել։ Հա չի կարողանում հարմարվի այդ մտքի հետ, որ իր ուզած քանակության մարդիկ չեն սպանել, առավելևս Արցախից։ Արցախի մեր ընկերները։ Ինքը մտածում էր ավելի ճիշտ կլիներ այս բոլորը մահացած լիներ, իր հոգսը թեթև կլիներ։ Ինչ վրա անցնենք այսօրվա քաղաքական վիճակին, բայց էլի չեն կարողանում անցնենք, էլի ոնց գնում գալիս ենք իր ֆեյքերն է, սենց գալիս հաշներից առաջ։ Հիշեք էլի ուղղակի դուք ում հետ գործ ունեք, Սրբապիծ Փաշինյան Նիկոլի հետ, հա, որ հատակ մաքրողից դարձավ ինչու չեք մեռել գոռացող, որը իր ռեյտինգը բարձրացնելու մոտ օգտագործեց մեր Կյաժի Աբաջյանի հեղինակությունը, կեղծ պապիկին դեմ տալով ժողովրդին, նացայել նայք, Ես գիտեք ով ես կինը, ես էլ են կեղծ բնապահպանն է, որ աղունիկ էր ուզում թրցնել, բայց արդեն սպանել էր աղունիկին, այնքան էր ճմարթել չկարողացավ թռնել։ Ես էլ կեղծ խաղաղասերն է, որ չի Ատենցա, ես սրանց ամբողջ պատմությունն է կեղծիկներով եղել, կեղծիկներով գնում է, մեծ սա էլ նայն մասնիկովանորություններին։ Այլ բան, որ զիջման սահմանը չեմ տեսել, միջև որ պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի։ Ասե պար այսօր զիջման սահմանը պարզ չի։ Հասկանում եք։ Միջև որ պետք է, որովհետև եթե զիջման չափը տեսանելի է, ասենք գիտես, որ դու այսքանը պետք է զիջես եւ վերջ այս պատմությունը ավարտվում է։ Պաստորեն, այսօր զիջումը կամ տեսանելի է, մեզ չի ասում միջև որտեղ է։ Կամ էլ զիջումը այնքան միջև տեսանելի լինի մեզ։ Որ մեկը տեսնենք եկել է հասել է մեր դուրը։ Դու կարաս դա լրջորեն քննարկես։ Ես այսօր եմ պատրաստ կրել այդ պատասխանատվությունը եւ ասել եմ, հայտարարել եմ։ Իմ խնդրեմ ես ձեզ ուղիղ ասում եմ։ Պարզ չի, թե որտեղ այդ զիջման կամ փողզիջման կամ չգիտեմ, ճկունության սահմանը, որ ես գամ ասեմ ժողովուրդ, տեսեք, հա։ Ոնց է համոզում, որ պետք է զիջեք, նույնիսկ եթե սահմանը չի երևում որտեղ է։ Այսքանը այս զիջում է, դրա անունը սկսել են դնել փողզիջում։ Իսկ ինչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարող է բացատրել։ Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին։ Պետք է փողզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Բայց այս ամեն ինչը ինքը արտադրեց, որովհետեւ ինքը եղել է իներցիայի տակ։ Քաղաքական իներցիայի տակ է եղել, այս ինչ տեսակ ավլելուց միջև ստեղ ինքը եղել է քաղաքական իներցիայի տակ։ Սրան ընտրողներին ուզում եմ ասել, ինքը հիմա էլ է իներցիայի տակ։ Այն ինչու հիմա ասում է, վաղ անելու է հակառակ ու ասի, կներեք, ես դեռ իներցիայի տակ եմ, ինչ անեմ։ Ես հենց իներցիայով ապրող մարդ եմ։ Ու դուք ստիպված եք լինելու ընտրելուց հետո ձեր գլուխը տմտմբացնել, որովհետև ներեք թե չներեք ոչ մի բան չի փոխվելու իրականում ձեր կյանքում եւ իրականության մեջ։ Եվ այսպես գնանք այսօրվա մեծ իրադարձության չափսերով մեծ։
Մտնենք սա։ 8 տարի առաջ այս հրապարակում վարչապետի կառավարման 100-օրյակին նվիրված հանրահավաքի ժամանակ դեռևս մորուքավոր Նիկոլը դժգոհում էր, բողոքում էր, որ կայքերը գրում են, իբր ինքը եկել է հողերը հանձնելու ու ասում էր երաշխավորում եմ, երբեք Արցախի հարցում միանձնյա որոշում չեմ կայացնելու, ժողովրդի մեջքի հետևում, փակ դռների հետևում, երբեք թուղթ չեմ ստորագրելու։ 4 տարի անց գնաց ու փակ դռների հետևում միանձնյա Արցախը հանձնեց Թուրքին։ Դա էլ է եղել իներցիայի արդյունքում։ Իր հայտարարությունն էլ է եղել իներցիայի արդյունքում, որ ասում է չեմ անելու։ Հանձնել է եղել իներցիայի արդյունքում։ Տեսեք իներցիա բառը ինչ հետաքրքիր բառ է դառնում։ Ամեն ինչ ներվում է դրա տակ։ Ես ես ասեմ այդ բառը որտեղից է եկել առաջի անգամ։ Հիշեցնեմ 18-19 թվականի այդ միջանկյալ այս նոր տարվա այդ անցման շրջանում, որ մեկ էլ լրագրողները բացահայտեցին, որ ԿՊ-ն առատորեն ինքնապարգևատրվել է։ Հարց տվեցին ասին այն ժամանակ մի հատ բան կար, բլախկած աշկերով մեկը կար, Նիկոլական, այսօր Լենա Նազարյան անունով չգիտեմ ուր է։ Ասին ես ինչ եք անում։ Մենք ձեզ իշխանության ենք բերել, որ նախկին արատավոր երևույթների դեմ պայքարեք, դուք ես ինչ եք անում։ Հիշում եք պատասխանը։ Իներցիայով ստացվել։ Բա իներցիայով ստացվել։ Սրանց մոտ բոլոր հանցագործությունները արդարացվում են իներցիա բառով։ Նիկոլ, քանի որ դու այս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքը ընդհանրապես չես հարցրել, չնայած խոստացել ես, այս օրերին մարդիկ էլի սկսել են լսնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն վերջ այդ տղա պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել եք, զզվել եք։ Մի խոսքով, սա այսօր Սամվել Կարապետյանի Այսքան չարիք բերած, այսքան պարակտում բերած, այսքան ողբերգություն բերած, այսքան դժբախտություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող պետություն ունենալ, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս, պիտի գնաս, պիտի գնաս ու գնալու ես։ Այն հանգամանքը, որ ինքը չի կարող սիրել, դա բացատրում է նաև բժիշկը։ Մենք լսենք։ Հետևում եմ, ուզում եմ որպես բժիշկ հասկանամ իր հոգեբանությունը, ես մի շատ դաշան ճշմարտության եմ հանգել։ Այս մարդը ատում է հայի գենը։ Ինքը հայ բառը լսում է, ինքը ցնցվում է։ Դե, շատ պարզ։ Շատ պարզ։ Լսենք շարունակությունը։ Հիմա մի հատ հարց եմ տալիս։ Ճամփելու եք։ Ճամփելու եք։ Ճամփելու եք։ Մի խոսքով, որոշումը կայացված է, ուժեղ Հայաստանը ճամփելու է Նիկոլին։ Ես նայում եմ մասնակիցների քանակին, ու ասեմ ձեզ բավականին տպավորիչ է։ Այսօրվա քաղաքական իրականության մեջ առանց վարչական ռեսուրսի այսքան մարդ ոչ ոք չի կարող հավաքել։ Ես ասում եմ ամենայն ափսոսանքով, որովհետև կուզենայի, որ ազգային ուժերը կարողանային այսքան մարդ հավաքել։ Ես բոլորովին ոգևորված չեմ, որ Ռուսաստանի յետակայության տակ գտնվող քաղաքական ուժն է այսքան մարդ հավաքում։ Բայց միայն այն հանգամանքը, որ այսքան մարդ եկել է, ոչ ես, ոչ դու, ոչ մեկ իրավունք չունի այս մարդկանց կամավոր արտահայտված ցանկությանը, հա մեկ կարող ենք համաձայն չլինել, բայց ավել բան չենք կարող ասել։ Սա այն մասսան է, որը 18 թվականին դուրս է եկել Սերժիկ մերժելու։ Ինչ եմ ասում, որովհետև իրենք եկել են Նիկոլ մերժելու։ Հա, բոլորովին պարտադիր չի, որ Սամվել Կարապետյանի համար եկած լինեն։
Այս նույն մասսան է, նույն քանակությունն է, որ եկել է Նիկոլ եւ Սերժիկ մերժելու։ Ուղղակի ցավոք ես կարող եմ ասել, որ այս մասը նույնիսկ տեղեկել չի, որ այս ամեն ինչի բոլոր այս գործողությունները հետևում եւ այս հանրահավաքի եւ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունների հետևում հավասարաբար կանգնած է Սերժիկ Սարգսյանը։ Ցավով եմ ասում։ Դրա համար, որպեսզի ոչ մի սխալ չլիներ մեր քաղաքական կանխատեսումների մեջ, ես կնախընտրեի, որ նման հանրահավաք, նման ուժ ժողովրդի կողմից վստահություն, որտեղ մեր ժողովուրդը ուժ է սիրում։ Մեր ժողովուրդը ծրագիր չի կարդում։ Մեր ժողովուրդը ուժ է տեսել Սամվել Կարապետյանի մեջ, դրա համար եկել է Նիկոլ Մերժին։ Այսքան բան։ Ոչ ավել, ոչ պակաս ժողովուրդ։ Սա իհարկե իմ նախընտրածը չի, բայց սա վատ է Փաշինյան Նիկոլի համար։ Միակ մխիթարանքս դա է։ Իսկ ես ամեն գնով ուզում եմ Նիկոլ Փաշինյանին կանխած լինել այն աղետից, որ ինքը բերելու է հայ ժողովրդի գլխին։ Այն որ աղետ աբերելու ես կարծում եմ քչերն են կասկածում։ Իհարկե եթե բանականության եւ բարոյականության տեր մարդիկ։ Ունենք այն ինչ որ ունենք։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ուրբաթորը գերազանցի, բայց տարբերությունը գիտեք որն է լինելու, որ այս մարդիկ կամավոր են եկել եւ ամենայն հավանականությամբ ասենք մոտ 90% եկել են կամավոր եւ կամավոր են կընտրեն Սամվել Կարապետյանին, բայց Նիկոլ Փաշինյանը ում անասունի պես լցնի ավտոբուսները բերի հրապարակ լցնելու որ ցույց տա, իսկ դա արդեն կատարվում է։ Պատկերացեք, այսօր արդեն այդ հարբեցողը լրփացած բոլոր մարզպետներին, բոլոր տնօրեններին, բոլոր քաղաքապետերին հանելա մայրուղի, որ հանկարծ անենց չլինի, որ ուրբաթորը դատարկ լինի հրապարակը։ Իսկ արդեն ես մոտ 10 կենտրոնից, 10 տեղի տարբեր մարզերից զանգ եմ ստացել, նամակ եմ ստացել, որ իրենց պետական աշխատողներին ստիպում են, որ իրենք անպայման պլյուս մի քանի հոգի ամեն մեկը անպայման հետները գրանցված անուն ազգանունով դա ումա բերելու հանրահավաք։ Այդ փաստը կա։ Բայց արդյունքը նույնը չի լինելու, որովհետև Նիկոլի, ասեմ սենց, անասնագլխականակի տեղ հրապարակ լցնելը դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ այդտեղ գնալու են իրենց ձայն տան։ Այստեղ է տարբերությունը։ Եթե նույնիսկ մի երաշխով կարողան այսքան մարդ հավաքել, տարբերությունը դրա մեջ է լինելու, որ այս եկողները ձայն են տալու, իրա բերածները մի ֆակտ, ոչ մեկ չի կարող ասի, այդ զորով բերածը իրանտես դուր է եկել այդ վիճակը, հա, որ ինքը կախվածություն ունեցող անկամ ստրուկը սրանց ձեռը, որ պետք է հլուհն ազատ իրականացնի այն ինչ որ իրան ասում են։ Ես կարծում եմ այդքանները տես չի։ Եթե չասեմ 90% մերժել են, բայց կեսը հաստատ կմերժեն։ Անպայման։ Փաշինյան Նիկոլ, դու վերջացած մարդ ես, ասեմ։ Եթե այսօրվա հրապարակին, այս հանրահավաքին Սամվել Կարապետյանը հրավիրել նաև մնացած կուսակցությունների, մնացած տեխնացուների աջակիցներին, ասեր դուք էլ արեք, եկեք միասին անենք այս միջոցառումը, ոչ թե սա իմն է, սա բոլորինս է, այսա կլիներ միջոցառում, այսա կլիներ միջոցառում, եւ այն ժամանակ մենք չենք ունենա ամսի 7 Նիկոլ Փաշինյանը փախած կներ Հայաստանից մինչև ամսի 7։ Բայց քանի որ այսօրվա վիճակով ամեն մեկն իր ռեսուրսն է ուզում ցույց տա, դե հենց դրանով էլ պայմանավորված է, որ ոչ մեկին չի միավորում։ Ասում եմ, ուզում եմ զգամ իմ ռեսուրսը։ Հա, այսօր Սամվել Կարապետյանը կարող ասի, ես այսքան ռեսուրս ունեմ։ Բայց Սամվել Կարապետյան, եթե քո նպատակը հաղթանակն է իրոք Նիկոլ Փաշինյանին, առնվազն գոնե հաջորդ հանրահավաքը, որը անպայման պետք է լինի ամսի 8-ին, անկախ ընտրությունների արդյունքից, այսօրվանից պետք է հայտարարեք ու հրավիրեք բոլորին մասնակցելու, ընդ որում խոստանալով ձայնի իրավունք բոլոր քաղաքական ուժերին, որոնք կհամաձայնվեն ամսի 8-ին, նորից եմ կրկնում, առանց
Անկախ նրանից ինչ ա լինելու ընտրությունների արդյունքը։ Անկախ ամեն ինչից, ամսի 8-ին արդեն հանրահավաք։ Բոլոր քաղաքական ուժերին, որոնք համաձայն են մերժել Նիկոլին։ Նույնիսկ եթե Նիկոլն արդեն մերժված կլինի հրաշքով։ Այն ժամանակ կլինի շատ հետաքրքիր։ Շատ, որովհետև այս քանակի ժողովրդի դեմ Փաշինյան Նիկոլին ոչ թե չեն պաշտպանի, Փաշինյան Նիկոլին կալանավորած կբերեն հրապարակ։ Հենց իրանք իրենց ձեռքով կասեն, էս եք ուզում, հետաբերել են ձեր ոտերի տակ մատաղարեք, թող թուրքերն էլ տեսնեն, որ իրենց ծառայող ազգակործան ճիվաղը մատաղ եղավ հենց հրապարակում։ Ես ձեզ վստահեցնում եմ 15,000 ընտանիք դրան է սպասում։ Ընտանիք։ Եվ պլյուս մնացած իմ նմանները։ Իսկ եթե այն տեսարանը ես չեմ ուզում ուղղակի դնենք դրամ ավելորդ էմոցիոնալ բաներից խուսափելու համար, թե ժողովուրդը ինչ դեմք ուներ, ինչ աչքեր ուներ, երբ որ Ռուբենը հաղորդավարը արտասանում էր, այսինքն հատված էր մեջ բերել ֆիլմից, որտեղ Հերոսուին Հայաստան մայրիկը երգում էր իր 7 որդիները կորցնելուց հետո։ Եթե դուք տեսնեք այդ մարդկանց աչքերը, կհասկանայիք այդ 15,000 ընտանիքներից բացի մի ամբողջ հրապարակ այդ օրվանը սպասում։ Որովհետև այդ բոլոր կորուստները մեր կորուստներն են։ Մեր բոլորիս համար անձնական է դա։ Եվ մի դիտարկում եւս Սամվել Կարապետյանի թիմը, եթե ուզենար իրոք Փաշինյան Նիկոլին գլորիցոց նորաշկել, ես կարծում եմ ճիշտ կլիներ հենց Ռուբենի նման մեկը առաջադրված լիներ վարչապետի տեխնացու։ Եվ խոսույթը կալուգացի Սամո, օլիգարխ, միլիարդները, հեց եւ այլն եւ այլն։ Կզրկվեր դրանից Փաշինյան Նիկոլը, ուղղակի որպես գործիքակազմ։ Սա ուղղակի հուշելու համար եմ ուզում ասել, որ գիտես, Սամվել Կարապետյան, լավ բան է միլիարդ հատեր լինելը, բայց նույնքան լավ բան է եւ կողքից մեկ-մեկ դիտորդ լինելը քաղաքական գործողություններին։ Մանավանդ, երբ որ դեռ կա ավելի լավ անորդ, մանավանդ, երբ որ քո ուզած քո չսիրած թշնամին Փաշինյան Նիկոլը առանձնապես ասելիք չէր ունենալու այդ տեխնացուի նկատմամբ։ Եվ այդ ժամանակ դուք ավելի անխոցելի եւ ուժեղ կլինեիք։ Եվ Ռուբենը որպես տեխնացու հաստատ ավելի շատ ընդունելի կլիներ առանց կոմպլեքսների, քան հենց ինքը Սամվել Կարապետյանը։ Մանավանդ որ ինքը չի կարող այսօր վարչապետ լինել, դեռ իրավական խնդիրներ կան։ Սա հետագայի համար։ Իհարկե այսօր արդեն ամեն ինչ ուժ է փոխելու համար, բայց ամսի 8-ի հանրահավաք հայտարարելու համար հենց վաղը, իսկը ժամանակն է սրանից հետո, որովհետև Փաշինյան Նիկոլը փորձելու է ուրբաթ օրը ասի, որ ինքը ավելի ուժեղ է։ Հիմա գնանք առաջ։ Այսօր ես մի այդ նամակ ստացա, ճիշտ ասած, պարոն Հրաբ Խաչատրյանից, որը առաջարկում է շատ հետաքրքիր կոնցեպցիա, որը կարդալուց հետո ինձ շատ դուր եկավ, ես որոշեցի ձեր հետ կիսվել։ Մանավանդ, որ ես դրա մասին պարբերաբար այս կամ այն ձևակերպումներով խոսել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Արևելամետ ուժեր առաջարկումը շրջանառության մեջ մտցնել հայկական քաղաքական դաշտում հետագա գործառույթների համար առավել պիտանելի նոր եզրույթ։ Արևելամետ ուժեր։ Որտեղ այսօր արևմտամետ ուժեր, ովքեր ներկայացված են, դրանք Փաշինյան Նիկոլի կողմից fake արհեստական ստեղծված դավաճանների մի խումբ, որը պղծել է ընդհանրապես արևմտամետության գաղափարը։ Դրա համար ինձ ասում եմ արևմտամետը, ես նույնիսկ ամաչում եմ ասեմ, որ ես այն ինչ որ արևմուտք է, դա իմ հայկականն է։ Ես դրան մի անգամից ասում եմ, չէ, արևմտամետ չեմ, որովհետև այդ իմն է, ես հայամետ եմ, որովհետև այն ինչ որ կա արևմուտքում մեզ համար լավ է թվում, դա հենց բուն հայկականն է։ Սկսած օրենսդրությունից, որը գալիս է Մխիթարի գոշից։ Պարոն Հրանտ Խաչատրյանը առաջարկում է նոր տերմին, որի մասին կարելի է մտածել։ Զուգահեռ կկիրառվեն արևելամոլ, հակաարևելամետ, արևելատյաց ու հնարավոր է այլ ազանցյալ եզրույթներ։ Դրա շնորհիվ արևելամետ եւ արևմտամետ զույգը առավել ստույգ կբնութագրի աշխարհակաղակական նոր իրողությունները։ Այո, որովհետեւ նախկինում
Արևելք առանձնապես բան չկա դեռ։ Իսկ այսօր կա Իրան։ Իրան չնկատել, անտեսել Իրանը դա ուղղակի հնարավոր չի։ Հա։ Իսկ որ ավելի կարևոր է, ասպարեզից դուրս կմղվի վաղուց հնացած ռուսամետ եզրույթը իր բոլոր ասացիաները, որի ահավոր չարաշահումը մեծապես նպաստել է հայ քաղաքական դաշտի արկա այլասերմանը։ Այ ես կավելացնեի նաև ռուսամետի կողքին անպայման արևմտամետ, որովհետև երբ որ փորձում են դաշտը բաժանել ռուսամետ եւ արևմտամետ այս բաների մեջ, դու մնում ես այդպես ոնց որ բորդին կներեք լուսանցքում։ Սրանք արհեստական, արհեստացին, կերծ, թշնամացնող եզրույթներ են, որոնք ներ են դրվել քաղաքական դաշտ, մարդկանց բաժանելու սևը սպիտակի, մարդկանց անհարմար վիճակի մեջ դնելու եւ անպայման պահանջելու, որ ինքը տեղավորվի ինչ-որ ֆորմատի մեջ, որպեսզի մատացույց անեն, դու արևմտամետ ես, դու ռուսամետ ես։ Բայց ինչ անեն են մարդիկ, որոնք ասենք արևելամետ են, որոնք հայամետ են, որոնք չեն տեղավորվում ձեր այդ կոնցեպցիաների մեջ, փաստորեն նրանք տեղ չունեն։ Այ եթե դու տեղ չունես այդ ֆորմատների մեջ, ուրեմն դու պիտի լուսանցքում լինես։ Սա գիտեք ինչի է նման։ Այն մեծերին հիշում եք, որ մոտենում էին փոքրիկ երեխային, ասում են մամային ես սիրում, թե պապային։ Կան, չէ՞, այդպես միջև մայր երևի կան։ Եվ խեղճ երեխեն դեռ կյանքը չտեսած, չհասկացած, ինքը պետք է ընտրություն կատարի, որպեսզի բավարարի, որպեսզի չբարկացնի, որպեսզի չնեղացնի ինչ որ մեկի եւ պետք է ասի ինքը մամային է սիրում, թե պապային։ Հեսա պարզեցնում են, պարզունակացնում են, որ դուք հասկանաք մեր հետ արհեստական ինչ բաժանումներ են դրել եւ ինչ կաղապարներ են դրել մեր գլխին, որպեսզի մենք ասենք ես կամ ռուսամետ եմ, ես կամ արևմտամետ եմ։ Իսկ ինչ, եթե ես ոչ եմ։ Հա, իսկ ինչ, եթե եւ Ռուսաստանից ինձ պետքական բան կա եւ արևմուտքից։ Իսկ ով է բացառում քաղաքականության մեջ, այս ամեն ինչը։ Իսկ ով է ընդհանրապես որոշել, որ քաղաքականության մեջ երկու տարբերակ կարող է լինել։ Այ ասեմ, սրանք պարտադրված կերծ, ասենց ասեմ, դավադիր թեզեր են, որոնք այսօրվա բան դաշտը բերել են այս անճորնի իրավիճակին։ Իրոք անճորնի իրավիճակին։ Երբ որ տեսնում ես Ռուսաստանի ստրուկները, արևմտամետ են, ասենք Արամ Սարգսյանի նման, ամբողջ կյանքը դրանց համար աշխատած, դրանց հաշվին ապրող այսօր, բայց ինքը արևմուտքից է խոսում։ Դուք պատկերացնում եք, բայց ինքը ասում է, որ ես արևմտամետ եմ, չէ՞։ Վերջ։ Մանք Եվրոպայում են նայում ասում, հենա, էլի արևմտամետ է։ Ասենք եթե մարդ դրեց անունը արևմտամետ, ինքը միանգամից դառնում է արևմտամետ։ Եվ այսպես ինչ եմ ուզում ասել։ Այս պարոն Հրանտ Խաչատրյանի մեջ բերում է ինչի համար է, որ մենք սկսենք մի քիչ ավելի շրջահայաց լինել եւ չտրվել այս քարակուսիներին, չմտնել իրանց տարածքի մեջ, բոքսերի մեջ իրանց եւ մի քիչ լայն մտածել։ Հա? Ասում են out of the box։ Այս կաղապարից դուրս։ Կաղապարից դուրս, որովհետեւ լուծումը հենց այդտեղ է։ Կաղապարի մեջ առայսօր դեռ ոչ մեկ, ոչ նոր բան է ստեղծել, ոչ լուծում է գտել։ Դու միշտ մնացել ես երկու քարի արանքում։ Ռուսաստան թե Թուրքիա, կամ պապային ես սիրում թե մամային։ Այսինքն ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք ալիքին հետևել նաև Patreon-ում, գրանցեք Patreon-ին եւ բոլոր վիդեոները կարող եք նայել առանց գովաստ։ Դա կլինի ձեր աջակցությունը նաև ալիքին, իսկ ովքեր չեն ուզում Patreon-ին միանալ, կարող են մեկ անգամյա կամ, չգիտեմ, իրենց նվիրատվություններն անել ալիքին ու բոլոր տարբերակները դուք կարող եք գտնել ներքևում։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար, բոլորին գրանցվելու համար։ Ես հիմնականում պատասխանում եմ բոլոր նամակներին, կոմենտներին, որոնք կա Patreon-ում, որտեղ ինձ տենց ավելի հեշտ է։ Քիչ է դեռ։ Եվ գրում են մարդիկ, որոնք բաժանորդագրված են, եւ ես ունեմ պատասխանատվություն եւ պարտավորվածություն այն հարգելի ընկերների համար, որոնք արդեն 300-ից ավել են, մոտ 300 կամեն։ Մեր տարածքում մենք մշտական շփման մեջ ենք։ Համեցեք Patreon, լինքը դրված է գետում։ Հիմա գնանք առաջ։ Ալիևը էլի ընկավ առաջ ու պարզ մեզ հիշացնում է,
Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Ուրեմն լսեք, մեզ ինչ է սպառնում։ Ինքը հիմիկվանից սահմանում է այն խոսույթը, որ վաղը մենք լսել ենք Փաշինյան Նիկոլի կողմից։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է։ Լսեցիք։ Ուրեմն միշեք, վաղը լսել եք նույն բանը Փաշինյան Նիկոլի կողմից։ Եթե այս պատողասը զավթեց իշխանությունը, ինչ եմ ասում զավթեց, որովհետև սա չի ընտրվել։ Այժմ երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե վաղաժամ է խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, հա, բայց մենք չպետք է ժամանակ պատմենք, պետք է մշակվի վերածարցի հայեցակարգը։ Ուրեմն նայեք, իրանք հայտարարել են սա 22 թվականին ու առ այսօր արդեն մշակել են հայեցակարգը, արդեն ավելի ճոխացրել են, արդեն հանդիպումներ կա, TV ունեն դրանք, միություն ունեն, շենք ունեն, ֆուտբոլային թիմ ունեն, իրանք արդեն մի ամբողջ համակարգ են հույսես, ամենակ հայտարարություն չի։ Ես ասում եմ սա արվել է 4 տարի առաջ, ես այդ 4 տարվա մեջ իրանք արդեն ամեն ինչ արել են դրա հետ կապված։ Համակարգ են ստեղծել, նույնիսկ ID-ներ են բաժանել մարդկանց։ Հիմա նայեք, ինչու՞ դա բան։ Առաջի դեպքը չի, որ սա հայտարարումը Նիկոլ Փաշինյանը կրկնում է։ Հիմա պատկերացեք մի իրավիճակ, Նիկոլը զավթել է իշխանությունը, մեկ էլ կրկնում է այս թեզերը։ Ինչ անելու Հայաստանի բնակիչը։ Նիկոլ ընտրած հոտը ինչ անելու, գրեք հոճե, նախիրը։ Որ ասում եմ հոտ, նեղվում են հավատացյալներն, ասում են հավատացյալներին նա հոտ, դրանց նախիր ասել, լավ։ Ինչ անելու։ Պիտի ասի դες բան չէր խոստացել, մեջ պիտի ասի ինքն էլ ասելու կներեք, իներցիայով եմ խափել, որովհետև ինչպես տեսել եք 8 տարի ձեր ռեժիմով խափել եմ։ Իներցիայով խափել եմ, հիմա էսի պիտի անեմ։ Ինչ անելու Նիկոլ ընտրած նախիրը։ Ունեք այդ հարցի պատասխանը, ես օրինակ չունեմ։ Բայց կարող են իրենց ուրիշ բան առաջարկել, օրինակ։ Մինչև դա ուրիշ բան իրենց առաջարկել։ Խնդրեմ, օրինակ սա։ Բայց Ahoy konem çıkar konem naz badan işlerler. Ahoy konem çıkar konem naz badan işlerler. Դա ադրբեջանական պարա իրանց տրադիցիոն կոստյումներով, սև եւ սպիտակ ոչխարների հագուստներով։ Ժողովուրդ ջան, սա պատմություն է։ Հա? Ուրեմն ակ կոյունլու եւ կարա կոյունլու։ Այսինքն սպիտակ ոչխարներ եւ սև ոչխարներ։ Իրենք դրանով են ճանաչել իրար։ Իրաց հասարակությունը դրանով է բաժանված եղել։ Ճանաչելի է։ Իրանց է այս հագուստներն էլ ցանկ ազգային է, հա, նրանք Մոնտեկի Կապուլեցին է, էլի ոնց Ռոմեո Ջուլիետայի մեջ, հիշում եք, չէ՞։ Հա, Մոնտեկի Կապուլեցին է, լրիվ, սև, բայց ադրբեջանական բանակայում սև ոչխարն ու սպիտակ ոչխարը, այ Վերոնա, Իտալիա, դե նա ուրիշ մշակույթ էր, այնտեղ Մոնտեկի կար, Կապուլեցի կար, բալկոնում երգեր կար, հա, մի խոսքով։ Իրար համար, չգիտեմ, զոհաբերություն կար։ Ադրբեջանցիների մոտ մի քիչ սենց է։ Ինչի՞, որտեղ իրենք սենց են։ Սա ընդհանրապես 100 տարվա պատմություն ունի։ Եվ այս 100 տարվա պատմություն ունեցող սև եւ սպիտակ ոչխարների առաջնորդը ինքը ասում է, որ Հայաստանը դա մեր հողն է, վերջացավ գնաց։ Ինչի հանգիստ ասում, հələ կառույցները ստեղծում է, որովհետեւ Հայաստանը այսօր ղեկավարում է հենց այս ոչխարներից կազմված համույթը, որոնք ոչ մի առարկություն չունեն այս ծրագրի հետ կապված։ Դե չունեն էլի։ Լավ, իրանք չունեն, բայց մենք ունենք հո։ Հիմա մենք թողենք, որ այս սև ու սպիտակ ոչխարների հոտը շարունակի մեզ ղեկավարել, որպեսզի ասել դուք ճիշտ եք, այնց մոտ бан չի փոխվել, միջև հիմա։ Вижу два человека. Добрый день. Скажите, пожалуйста, вот вижу у вас спортивное телосложение, а вы вегетарианец? Нет, я азербайджанец. Вы тоже? Азербайджанец. Հա, իրանք վեգետարիան չեն, իրանք ադրբեջանցի են։ Ձեզ թվում է բանա փոխվես բանի մեջ։ Հա? Չէ, ժողովուրդ ջան։ Այդ մեզ են ուզում համոզեն, որ բանա փոխել։ Իրականում ոչ մի բան չի փոխվել։
իրական իրանք մոտ չի փոխվել, մեր մոտ է փոխվել։ Իրանք բերեցին այս ոչխարներին, նշանակեցին մեծ ղեկավար եւ առույցների բանակը սկսեցին ղեկավարել սև ու սպիտակ ոչխարները եւ մեր տղաներին տարան կոտորել։ Այս սա է փոխվել։ Մեր մոտ, իրանք մոտ, իրանք ոնց կային Ադրբեջանի։ А как вообще относитесь к вегетарианцам? Ну, ко всем националистам нормально относимся. Нормально. Спасибо, благодарю за вопрос. Իրանք բոլոր ազգերին ադրբեջանցիներ, մանավանդ վեգետարիանցիներին, եւ նորմալ է վերաբերվում։ Հասկացեք, իրանք չեն փոխվել։ Իրանք կարողացան ուղակի բերել իրանց նմանին, նշանակել մեր մոտ ղեկավար։ Վարչապետ։ Ու այդ վարչապետը ուզում է երրորդ անգամ ընտրվի վարչապետ, որպեսզի այն ինչ որ տակը մնացել է, քանդելով իրականացնի սև եւ սպիտակ ոչխարների հոտի առաջնորդ Ալիևի խոստումները իր հոտին կամ իր նախինին, ոնց ուզում եք ասեք։ Որովհետեւ հասկացեք, այդ նախին ղեկավարելու համար sense խոստումներ է պետք։ Այսինքն sense խոստումներ է պետք տալ, որպեսզի ասի ես սա եմ իրականացնում նրա դիմաց, ինչի դիմաց դուք հիմա տառապում եք, այսինքն ձեր տառապանքը, ձեր սոված լինելը, ձեր երկրից չկարողանալ դուրս գալը, գիտեք, չէ՞, դեռ մինչև պալետային ժամը։ Կովիդը անդեղելը։ Կովիդ չէ, բայց կովիդի ամանա, սահմանափակումներն է միջև վրա։ Այդ երկրից նույնիսկ չեն կարողանում գնացքով դուրս գալ։ Այսինքն գնացքով դուրս գալու համար մեկը պետք է լինի պետության թույլատությունը։ Գնացքով, մեքենայով, ինչ որ է։ Հիմա ասում է, այ դուք պիտի դիմանաք, որովհետև ես Հայաստան եմ հետ բերելու։ Արցախը բերեցի, տեսակ, հիմա էլ Հայաստանն եմ բերելու։ Դե սև ու սպիտակների հոտն են, ուզի նստած այդ ամեն ինչին է սպասում, բայց այն պահին, որ իրանք հասկացան, որ ոչ իման չեն կարողանալու հետ բերել, Ալիև չի մնում այնտեղ։ Եվ մենք թերթում ենք Ադրբեջանի վերջին էջին, շատ արդարաբար, չափազանց արդարաբար։ Բայց մինչ այդ ադրբեջանցիները հայտնվել են Հայաստանում, նայենք սա։ Մի խոսքով։ Հիմա էլ արտիկում։ Ոնց ով Նիկոլին դեմա, այս վիճակում է։ Երեք Մասիսում էր, հիշում եք երևի, երկրապահների նախագահ Մասիսի, ինքն էլ հարձակվել մարդու վրա, այսօր արտիկում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս ծեծուջարդի հովանավորն է Նիկոլ Փաշինյանի իրավական համակարգը, իր գլխավորությամբ։ Որովհետև եթե երեկվա հարձակումի համար պատասխանատու մարդը պատժված լիներ, այսօր հարձակումը չէր լինի։ Եթե պատժված չի, նշանակում է ջարդեք, փշրեք, ծեծեք, ինչքան կարող եք, եւ դուք ոչ մի խնդրեմ չունեք։ Ինչ կարող է խնդրեմ ունենա մարդու վրա հարձակվողը, երբ որ մարդ սպանողը խնդրեմ չունի։ Հիշեցեք իր այդ ուղեկցող պահակախումբը աղջկան, հղի աղջկան տվեց սպանեց։ Միայն խնդրեմ չունեն։ Ինչ ծեծելու մասին է խոսքը։ Հիմա գնանք այս հարցի մյուս մասին։ Նայեք, նայեք այս տեսանյութը Սուզի Բաբոյանի։ Նայեք մոտենում է դրանց։ Էսի Մասիսն է։ Մի փախեք, ես մեկա ձեզ հետ խոսել եմ, դուք այսօր մարդ ծեծած տղեկ եք, հետ արի։ Բախ ես փախնում այդ տղա։ Դեմքը տերևում է, մեկա դու պատժվելու ես, հետ արի։ Այդ ենց կվազես, այդ ենց։ Դեմքդ փակելով փախի։ Գյուղապետարանի մոտ էին հավաքվել։ Փախի։ Հիմա պիտի վազես։ Չես ամաչում, կանգնի։ Սա այս հայտարարությունը այսօրվա մեր հասարակության մի քանի շերտ ունի։ Առաջի շերտ, որ այդ տղամարդը կնոջից փախնում է,
պատկերացնում եք, պատկերացել եք, որ հայ տղամարդը կնոջից կփախնի։ Բա որ դες, կիսը տենց էլ պահի, այ նապաստակ, այ ողորմելի, եթե դու քո արածի համար փախնում ես, նշանակում է դու ոչնչություն ես ուղղակի։ Այսինքն դու արել ես մի բան, որի համար փախնում ես կնոջից։ Դա ի՞նչ տղամարդ։ Սա բարոյական մասն է, հիմա գալիս ենք ավելի այդ մասին։ Փաստորեն, այս սպիտակ եւ սև ոչխարների համույթը Հայաստանում ունեն իրենց ֆիլիալը, ոչխարների ֆիլիալը, որոնք իրենց հետ անհամաձայն մարդկանց ծեծում են։ Որ ինքը ազգությամբ ադրբեջանցի չի, բայց ադրբեջանի համար այս ամեն ինչ անում, սրանք կոչում են մանկուրտներ, ենիչերի, մանկուրտ, ինչ ուզում եք ասել։ Ասենք սրանք թուրքացած հայերն են, որոնք հային ծեծում են չթուրքանալու համար։ Ուրեմն այս փախնողները, որ փախնում են հիմա, արդեն իրանց աղջիկներին, իրանց կանանց, իրանց ընկերուհիներին, չգիտեմ, իրանց մայրերին, իրանց ամեն ինչին, քույրերին վաճառել են, ու հիմա նեղվում են, որ մարդկա ասում է չեմ ուզում վաճառել։ Այսօր մեկը գրել էր ինձ, կարող է ընտրություններից հետո բախումներ լինեն, քաղաքացիական պատերազմ, ասեցի չէ, քաղաքացիական պատերազմ լինում է, հա, երկրում, ասենք, չգիտեմ, էթնիկ խմբերի մեջ, կամ ես չեմ տեսնում թե քաղաքացիական պատերազմի հնարավորություն, եթե լինեն բախումներ, դրանք լինելու են հայերի եւ թուրքացած հայերի մեջ։ Դա արդեն քաղաքացիական պատերազմ չի, դա կոչվում է ազգային ազատագրական պայքար։ Այսինքն ցանկացած պայքար թուրքացած հայերի դեմ, այս մանկուրտների դեմ, դա ազգային ազատագրական պայքար է, դա քաղաքացիական պայքար սահմանման մեջ չի մտնում։ Սա էթնիկ չի բախումը, սա քաղաքական մոտիվներ չկա։ Սա թուրքերի եւ հայերի մեջ կռիվ է։ Հիմա ես հարց եմ տալի, երբ է եղել թուրքերի եւ հայերի մեջ կռիվը քաղաքացիական պատերազմ։ Չի եղել։ Այսինքն չի կոչվել երբեք։ Դա կոչվում է ազգային ազատագրական պայքար։ Եվ ես հիմա տեղեկացնում եմ ձեզ, որ Հայաստանին պետք է ազգային ազատագրական պայքար։ Այսինքն այս մանկուրտները որ կան, որոնք արդեն հարմարվել են, ուրախ են, որ Ալիևը պետք է այս ամեն ինչը վերցնի։ Եվ չգիտեմ ինչի դիմաց են իրանք հանձնվել արդեն, իրանք քույր, երեխա, մայր, չգիտեմ, կին, ամեն ինչ արդեն տվել են թուրքերին, իրանք համաձայն են, հələ մի բան են, հարցակվում են մարդկանց վրա, ասում են, չէ, ախպեր, էս իմ երկիրն է, իմ երեխեն իմն է, ես չեմ տա թուրքին, քույրս իմն է, մայրս իմն է, առավելևս կինս։ Համաձայն չեմ։ Այ, հիմա ինձ ասեք տեսնեմ, մենք թողելու ենք, որ մեզ ձեռից խլեն այս ամեն ինչը։ Նիկոլին ընտրել սա է նշանակում։ Նիկոլին աջակցել նշանակում աջակցել այս ամեն ինչ ինչ որ կա, ինչ որ դուք տեսնում եք այստեղ։ Մարզերում 20% Երևանում 8-րդ։ Աջակցել։ Աջակցել այս ամեն ինչին, աջակցել սրանց։ Աջակցել սրանց։ Եվ ասել Ալիև դու ճիշտ ես։ Ես հիշեցնեմ նաև Ալիևը ձեր մասին ինչ ասում։ Սրան ընտրողներ, որ դուք առնետ եք, կեղտոտ ազգ, հիվանդ նաև, հա, օկուպանտ, ցեղասպան, կաշառքի փողի դիմաց պատրաստ ամեն ինչի, մի խոսքով ստորագույն երևույթ։ Սա Ալիևի նկարագրությունը հայերի նկատմամբ։ Բա սրան ձայն տվողը արդյոք չի նշանակում համաձայն է ձևակերպումների հետ։ Այսինքն ինքը իր համար ասում է, այո, ես հետ եմ։ Դրա համար քեզ ձայն եմ տալիս։ Արի ինձ արմատախիլանը, ինչպես հիշում եք, ասում են արցախցիներին առնետների նման պետք է ասենց հանենք ու շպրտենք դուրս։ Ասում է, այո, ես այդ ամեն ինչն եմ, հիմա արի Հայաստանում ինձ նույն բանը արա, որովհետև ես դրա համար արժանի եմ, աղբեր ջան։ Ես դրա համար արժանի եմ, այ դու իրավունք ունես ինձ հազարամյակների ժողովրդից դա անես։ Ալիևին ասում, նա ինչ տարբերություն, նույն Ալիևն է Նիկոլին։
Նիկոլ Հեյդարովիչին ընտրողները հենց դա են ապացուցում։ Ուրիշ բան չկա, ստե քաղաքական ոչ մի բան չկա։ Այսօր ես դες մեկի հարցին եմ պատասխանում, դու ասացի, գիտես ինչ, Նիկոլ Փաշինյանն ընտրել, քավա ընտրելը դա քաղաքական որոշում չի։ Դա բարոյական որոշում է։ Նիկոլին աջակցելը դա քաղաքական ընտրություն չի, դա բարոյական ընտրություն է։ Դու կամ բարոյապես այդ հարցության վրա ես, կամ դու բարոյական ես։ Վերջ։ Մեծ չի ընտրությունը։ Մենք եկել ենք պատերազմ ենք բերել։ Ոչ մենք չենք եկել պատերազմ բերել։ Դուք պատերազմը անոնս եք արել ու գնացել եք։ Եվ այդ պատերազմը կանխելու մենակ մի ձև կար։ Նիկոլը ինձ սպանեց իմ Աբգարին։ Ուղիղ, ես իր նայում եմ իր աչքերին, ասում եմ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին, Արամին, Արմենին, բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7000 տղեկին դու ես սպանել։ Մենք եկել ենք պատերազմ ենք բերել։ Կամ այս տեսակն արտել, լույժ եմ ասում։ Հիմա եթե մեկը այս Գեղավին ասի Նիկոլը ինքնասպան է։ Ոչ մենք չենք եկել պատերազմ։ Ուղիղ, ես իր նայում եմ իր Սակայն ասում եմ Նիկոլ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունես ամեն ինչի հետ, ոչ մի կապ չունի։ Փողի դիմաց։ Պաշտոնի դիմաց։ Փող։ Ես նույնպես եմ կրկնում, եթե մարդ սենց կարծիք է փողում, հա, եւ ընդհանրապես այս ամեն ինչին աջակցում է, անկախ նայից սա 10 դրամի համար անում, 10 միլիոն դրամի համար անում, 10 միլիոն դոլարի դիմաց անում, ինքը մնում է վաճառվող կուրտիզանկա, պրոստիտուտկա։ Ուրիշ բացատրություն չկա։ Այո, քեզ թանկ են վճարել քո ծառայությունների համար, բայց քո բովանդակությունը նույնիսկ չի փոխվում։ Դու փողի դիմաց ուրացար քո երեխուն։ Ու բոլոր երեխեքին, որ դու ես մատնացույց ես անում։ Այ եթե Փաշինյան Նիկոլը քեզ փողը տվածել են, միջև ես եթերը, դու ես չէիր անում, ստուդենտ։ Բայց ինքը չգիտեր քո տեղը։ Հենց իմացավ, ասեց լավ, սա բերաններ փակեք, ինչքան է, տեսեք, այդ ռեխ ինչքան է, փակվելու համար ինչքան փող է ազում։ Լցեք բերանը, թող փակվի։ Ու աշխատեց։ Սա էլ ազատությունն է գրում, եթե ինձանից բան չեմ հորինում, որ Մասիսում ԿՊ-ի եւ ուժեղ Հայաստանի աջակիցների մեջ տեղի ունեցած միջադեպով ձերբակալված չկա։ Վիզիոն կա, հարցակումը կա, ձերբակալված չկա։ Հա, Նիկոլն ասել է, ծեզ եք ջարդեք, ինչ ուզում եք անեք, աղբեր ջան։ Դուք ամեն ինչ կարող եք, այ ուրիշ բան, եթե ինձ հիշացնեն, որ ես հանցագործ եմ, այդ ժամանակ կգնաս բանտ։ Այսօր բանտից նամակագրել Արտուրով։ Տեսնենք ինչա գրել։ Հարգելի հայրենակիցներ, ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու եւ նրանց խոշոր չափով գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ բանավեճի ընթացքում։ Ճիշտ ասում, ես ասացի, որ սրա համար իրան ձերբակալել են։ Իսկ բացահայտեց պետական դավաճանության փաստը, տեղում, օդի մեջ, այն էլ ընդունեց տականքը։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն հանեն կախարան, ճիշտ ասում, տես բան եղել է։ Հետևաբար գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար եւ թափանցիկ, քանի որ ընտրողներն իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը եւ հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը։ Արտուր Սիպը։ Մենք Արտուր ջան, ժողովրդին տեղեկացել ենք այդ ամենի մասին, ժողովուրդը շատ լավ տեսել ու հասկացել է, այն որ ուղեղ ու աչք ունի, պետք է հասկանաս, որ կա նախիր, որ ասես դնես դեմը, ասես էսի կապուտա, կասի չէ, լույսն ա վատ։ Հետո կասի բայ, սա բան է կապսած, դեմ այդքան կապուտ չի։ Հանես, ասես հիմա կապուտա, կասի լույսից է։ Իսկ դու ինչի հանեցիր։ Ինչի հանեցիր, նախքին ես դու։ Բա Ռոբերտ, բա նախքիների ժամանակ ինչի չէր խոսում, ինչ եմ ուզում ասեմ, այնքան հիմարություն կլսես նախիրից, որ դու կհասկանաս, որ իր այդ գաղափարական ընդհանուր եզր չկա խոսելու, որովհետև իրան դա հասանելի չի, իրան պետք չի դա հասկանալ, ինքը չհասկանալու համար վճարվում է,
նորից եմ հասկանում, ասում գնացեք գտեք ցանկացած կապա ընտրող, Նիկոլ ընտրող, փոր փդեք եւ կտեսնեք ինչի դիմաց ընտրում։ Հա։ Մաննավաճառների վաճառքի հանված երևույթների բազմություն։ Հիմա մի խայտարակ փաստի մասին եմ ուզում խոսեմ, այս ամեն ինչից հետո։ Փաստորեն սա Վոլոդիմիր Զելենսկի դիմում է Եվրոպային ու կոչ անում փրկել, օգնել Հայաստանին, Ռուսաստանի ագրեսիայից փրկելու համար, օգնելու համար, մի խոսքով, կարդամ չէ։ Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով եւ փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար։ Այդ երկրում ընտրություններից առաջ սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրությունների հարց չէ, խոսքը ժողովրդի իրենց ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։ Եվրոպան ունի անհրաժեշտ կարողություններ պահպանելու այդ հիմնարար կանոնները, որոնք միշտ աշխատել են եւ կշարունակեն աշխատել անվտանգությունը սատարելու համար, ասված է նրա գրառման մեջ։ Ես ենթադրում եմ, որ ասումը հիմնարար իրավունքներ կանոններ, սա է նկատվում։ Այո։ Այս իրականացնելը մտնում է մարդու հիմնարար իրավունքների մեջ։ Ժողովրդավարական Հայաստանը Զելենսկու պատկերացումներով հենց սա պետք է լինի, ինչի, որտեղ նույնը ինքը վերածել է Ուկրաինան։ Ինքը վաղուց արդեն նախագահ չի, նախագահի ընտրություններ չկան, ինքը ես ասում քանի տարի կրկնում եմ, ու կարող եմ հիմա էլ պնդել, որ ինքը ռազմական հանցագործ է, կոռուպցիոներ, պատերազմը երկարացնող երևույթ, համաձայնվելով Պուտինի հետ, որպեսզի ընթացքում կարողանան շարունակել թալանել երկիրը։ Այսքան բան։ Իր աշխատակազմի ղեկավարի նկատմամբ քրեական գործ կա 100 միլիոն, նախնականն եմ ասում 100 միլիոն դոլարի հափշտակման մասին, որի քրեական գործը դեռ կար արդեն 4 տարի առաջ, բայց ինքը համառորեն չէր հանում աշխատանքից։ Բոլորն ասում են Երմակը արդեն այն ժամանակ դեռ 2 տարի առաջ, դեռ 2 տարի առաջ, այո, 2 միլիարդ դոլար արդեն հանել էր դուրս։ Զելենսկի չէր լսում, չգիտեր։ Հիմա ասեցին Զելենսկի, դու ես այդ ամեն ինչի մեջ։ Ստիպած ժերտվա տվեց Երմակին, բայց անով չի ավարտելու։ Փաստորեն Փաշինյան Նիկոլը, որ իրականացնում է այս ամբողջը, այս ջարդը, ցույց տամ էլի։ Ու այս ինքը ընտրենա, որին այո, Եվրոպան պետքա գա փրկի։ Ոնց են վազում։ Այսօր ծեծել են մարդկանց ու վազում են։ Այո։ Այս Նիկոլին պետքա գա Եվրոպան փրկի։ Հիմա ինչ ասեմ Զելենսկուն եւ ընդհանրապես եվրոպացի այն ընկերներին, որոնք դիտում են այս հարցում։ Քանի որ իմ հարցումը դիտում են նաեւ Եվրոպայում եւ կառույցների ներկայացուցիչներ, որոնք կարծիք ունեն, որոշում կայացնելու իրավունքներ ունեն, ուրեմն խոսքս ուղղված է հարգելի ընկերներ։ Զելենսկին, սկսենք Զելենսկուց, ով է Զելենսկին, որպեսզի կոչ անի Եվրոպայի միջամտել Հայաստանի ներքին գործերի մեջ։ Զելենսկին ինքը կոռումպացված, իր ժողովրդի կյանքի հաշվին հարստացող նախագահ է, որի նախագահության ժամկետը վաղուց ավարտվել է։ Վաղուց։ Ինքը նույնքան լեգիտիմ է, ինչքան Վլադիմիր Պուտինը։ Ինքը նույնպես վաղը իր երկրում դատվելու է որպես ռազմական հանցագործ։ Այն պահից, երբ որ պատերազմը ավարտվեց։ Այսինքն ինչպես պատերազմը չի ուզում ավարտվի, օրինակ Նետանյահուն, պատերազմը չի ուզում երբեք ավարտվի, օրինակ Ալիևը, որտեղ դրանք բոլորը ռազմական հանցագործներ են ու դատվելու են մի օր, նույն ձևի դատվելու է Զելենսկին իր երկիրը, իր ժողովրդին մսաղացի տակ պահելու, պատերազմը երկարացնելու, պատերազմին ուղղված գումարները հափշտակելու համար։ Սա հանցագործություն է։ Եվ հիմա սա դիմում է Եվրոպային, որպեսզի Եվրոպան գա ինչ-որ օգնության մեկին, որին դատում են, որը դատում է ժողովրդի ներկայացուցիչներին, իր կոռուպցիոն սխեմաները, հանցագործությունները բացահայտելու համար, որը ծնված օրվանից կներեք, ծնված օրվանից չէ, վերջի առնվազն, ասենց ասեմ,
5 տարին իր նկատմամբ մեր ձեռքով հարուցված դիմումներ կան, ըստ որի ինքը հանցագործ է համարվում մի 15 հոդվածով։ Մենք այդ հոդվածները ապագա Նյուրնբերգի համար ներկայացել ենք արդեն հայկական Նյուրնբերգի հետ կապված այդ բան հոդվածները կա, կայքում տեղադրված է, ձայնագրությունները կա, դուք էլ շատ լավ գիտեք։ Փաստորեն մի ռազմական հանցագործ կոչ անում Եվրոպային ձեզ, որ դուք աջակցեք մեկ այլ հանցագործի, ինչա թե իբր Ռուսաստանը իր նկատմամբ պատժամիջոցները կիրառում։ Հիմա ինչ եք անել։ Դուք փաստորեն մի հանցագործի կոչով աջակցել եք մեկ այլ հանցագործին, իդեմս Փաշինյան Նիկոլի, ինչա իբր ռազմական հանցագործ Պուտինը գրմռում է ընդերից Հայաստանի վրա։ Նիկոլ Փաշինյանը իր ծառանա, ձերը չի։ Նիկոլ Փաշինյանը ինքն է խոստովանում, որ ամեն ինչ գնում զեկուցում է, ամեն ինչ համաձայնեցնում է, միջև հիմա 8 տարի ամեն օր ձեր քթից բռնած, ասած մանա տալիս, բերում է Հայաստան, ասում է չէ, դիմում չեմ ներկայացնելու։ Այո, մի օր պետք է հապկից հիատամից դուրս գանք, բայց մենք նույնիսկ դիմում չենք ներկայացել։ Մենք նույնիսկ դիմում չենք ներկայացել։ Հիմա ձերն է, իսկ եթե հանկարծ Եվրոպան որևէ միջամտությունով օգնեց Փաշինյան Նիկոլին, հայ ժողովրդի համար ինչպես Ռուսաստանն է դարձել թշնամի, այնպես էլ դառնալու է Եվրոպան թշնամի, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանին աջակցության հայտ են ներկայացնում բացառապես հայ ժողովրդի թշնամիները, Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ դրանց ավելացավ նաեւ Վլադիմիր Զելենսկի։ Նաև Թրամփը մի ուրիշ ռազմական հանցագործ։ Այս ժողովուրդը ինքը կարող է փոքր քանակությամբ ժողովուրդը, բայց իրավունք ունի ազատություն ունենալու եւ իր կարծիքը ձևավորելու կոնկրետ գործողությունների վրա։ Ինչպես հիշում եք, միանգամից գոռում եք, այդ ոնց է Ռուսաստանը հանդգնում միջամտի Հայաստանի ընտրությունների մեջ, մեզ հարց եմ տալի, ոնց է Ուկրաինան համաձայնում, համարձակվում միջամտի Հայաստանի ընտրությունների մեջ, այդ ոնց է Ամերիկան համարձակվում միջամտի իր աջակցություն հայտնելով Ճիվաղին հայկական ընտրությունների մեջ, հա? Այդ ոնց կարող է Եվրոպան իրեն թույլ տա միջամտել։ Դիտորդություն, խնդրեմ, աջակցություն Եվրոպան կդառնա, այսօրվա Եվրոպայի կառավարությունը դեմս ֆոն դեր Լայնի կդառնա հայ ժողովրդի թիվ 1 թշնամին, ավելի մեծ թշնամի քան Պուտինն է։ Ես դա ձեզ խոստեմ տալիս։ Իմ համար հաստատ լինելու է այդպես։ Ցանկացած միջամտություն, որը կօգնի Փաշինյան Նիկոլին, հանցագործ Փաշինյան Նիկոլի մնալ իշխանություն, դատապարտվելու է միանշանակ։ Ես ինքս, որ միշտ եղել եմ եվրոպական ստանդարտների կողմնակից, իսկ դուք ձեր միջամտությունով, սխալ միջամտությունով կապացուցեք, որ չկա եվրոպական ստանդարտներ։ Կա ուղղակի հանցագործ որոշումներ կայացնելու ինչ որ կառույց, եթե հանկարծ աջակցվեց Փաշինյան Նիկոլը ձեր կողմից։ Այսքան, շնորհակալություն ուշադրության համար։ Այս աբսուրդը մատնեք, վաղը կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքների արտահանումը։ Սա ասում է այս դդումը։ Հարգելի եվրոպացիներ, ձեր անունից խոսք են տալիս, որ Ռուսաստանում մերժված ապրանքները հայկական գալու են Եվրոպա։ Դուք տեղյակ եք։ Հա։ Դուք ստանդարտացել եք հայկական ապրանքները։ Դուք արդեն բացել եք հայկական ապրանքների համար ձեր սուպերմարկետների գները։ Բայց քանի որ սրանք ամոթ եւ պատասխանատվություն չունեն, սա կարող են ամեն ինչ հայտնել ձեր անունից, մոլորեցնել այն իրենց պատճառով, իրենց քաղաքականության պատճառով տուժած ֆերմերներին ժողովրդին, որ մի մտածեք, Ռուսաստանը արգելել է, հեսա կտանենք Եվրոպա։ Այսինքն, սես պրակտիկա կա, հա, բա մեկը չգիտեինք։ Ներողություն։ Փաստորեն կան հեշտ է, հա, Եվրոպա տանել ապրանք։ Չգնաց, ընդ կտանենք ընդ, հա։ Այդ Եվրոպայի մեծ ապրանքներին սպասող կա, այդ որ սուպերմարկետի հետ է կնքի Հայաստանի կառավարությունը պայմանագիր, որի վրա խոստանում է, որ այս ապրանքները ինքը տանելու է Եվրոպա։
Հիմա ձեզ եմ ասում, հարգելի հայրենակիցներ, ովքեր այս կուտը ուզում են ուտել։ Ուրեմն, պարզ հաշվարկ ներքևում կա։ Դե օրինակը ծաղիկների վրա է։ Պայմանական հաշվարկ է անում Հայաստանից դեպի Ուկրաինա գնացող արտահանման ծախսերի մասով։ Ծաղիկը Նիդերլանդներում շատ ավելի էժան է, քան Հայաստանում։ Դուք ո՞նց եք ծաղիկը տանում Նիդերլանդ։ Պլյուս Նիդերլանդներից ծաղկի բեռնափոխադրման արժեքը դեպի Ուկրաինա մոտավորապես 2500 եվրո է։ Այդ ծաղիկը 3 օրից կլինի Ուկրաինայում, 3 օրվա ճանապարհ է։ Հայաստանից ծաղիկի արտահանումը նվազագույնը կլինի 6000 եվրո։ 3500 եվրո արդեն թանկ է։ Հա։ Ուկրաինացին ո՞ր ծաղիկ ներկմուց, ինչ է պատկերացում։ Պլյուս որ ճանապարհն ավելի երկար է։ Այս ժողովրդին են չեք խափում։ Հարգելի եվրոպացիներ, այս կառավարությունը սուտ խոսելու խնդիր չունի։ Ընդ որում խափում է այդ մարդկանց ձեր անունից։ Դուք վոտանել եք տվել Հայաստանին։ Դուք ասել եք մեր էժան ծաղիկը չենք վաճառելու ձեր ծաղիկն ենք վաճառելու կամ լոլիկն ու չգիտեմ դե սմբուկը։ Դες բան եք դուք ասել։ Նույնիսկ եմ կրկնում, ձեր անունից Հայաստանի կառավարությունը սուտ է խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Խափում է։ Ընտրություններից առաջ խափում է, որպեսզի այս արհավիրքը, որ ինքը բերել է գյուղատնտեսական ընկերությունների գլխին, չազդի իր ռեյտինգի վրա։ Բայց ես հիմա ձեզ եմ ասում, գյուղացիներ, ձեզ խափում են։ Հաշվարկը տեսաք։ Տեսաք հաշվարկը։ Ձեր ապրանքները այս մեր մոտ ավելի թանկ են, քան Եվրոպայում։ Եվրոպայում ինչ գիտեք ավելի էժան է ամեն ինչ, քան Հայաստանում։ Հայաստանում երեք տարածաշրջանում ամենաթանկն է ամեն ինչը։ Դուք չեք կարող ոչ մի տեղ ապրանք արտահանել, բացի Ռուսաստանից։ Այն էլ ինչի Ռուսաստան, որտեղ Ռուսաստանն է սանկցիաների տակ։ Եթե Ռուսաստանը բաց լիներ, Հայաստանի ապրանքը Ռուսաստանում էլ մրցունակ չի։ Որովհետև Հայաստանը կազմակերպված արտադրություն չունի։ Հասկանում եք։ Հայաստանը նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չունի։ Փակել է, որ դուք հանկարծ ոչ մի մասնագիտական պրոֆեսիոնալ խորհրդատվություն չունենաք։ Ձեր ամեն ինչը սլուխով է։ Դե Ռուսաստանն էլի կբարձրենք գնա։ Բա ոչ չգնաց, նա մի օր չգնաց, պարզվեց, որ Հոլանդիայի ծաղիկն ավելի էժան է։ Որ հոլանդացի աշխատողը 10 անգամ ավելի շատ է վճարում, քան Հայաստանի աշխատողը, բայց պարզվում է Հոլանդիայի ծաղիկն ավելի էժան է։ Դե արեք այս ֆենոմենը հասկացեք։ Ինչի՞։ Դա մի պատասխան ունի։ Կոռուպցիա։ Այ դա պատասխանը կոռուպցիան է։ Հարգելի եվրոպացիներ, եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանին այսքանից հետո աջակցություն անել, դուք աջակցություն չի, դուք դառնում եք հանցակից։ Հիմա վերադառնանք ֆերմերներին եւ բիզնեսմեններին։ Եթե հանկարծ նույնիսկ մի հրաշքով, որը հնարավոր է, որ իրականանա, ասեմ ոնց։ Ալիևը ձեր ամբողջ փչացող ապրանքները առնի, դուք էլ չիմանաք ով առավ։ Գա ձեր ասեն Եվրոպայից մեկը երազում է ձեր կակաշների եւ լոլիկների մասին, ծիրանով, միրանով, եկա փողը տարավ, փողը տվեց տարավ։ Թեկուզ դա մի քանի միլիոն արժի, կան մի քանի 100 միլիոն արժենա թեկուզ։ Դա կարող է իրականացնել։ Ուղղակի Ալիևը վերցնի առնի այդ ապրանքը։ Դուք էլ ձեր փողերը ստանաք, հույս ունենալով, որ դա միշտ լինելու է։ Առհա մեր բախտից, բոլորիս չի լինելու դա, որովհետև ապրանք արտահանելը դուք մանկամիտ չեք։ Հասկանում եք, որպեսզի մեկը գնի ձեր ապրանքը, ինքը պետք է ռեալիզացնի այդ շուկայում, նշանակում է պետք է պայմանագիր լինի առնվազն, համաձայնություն գնի վերաբերյալ, ժամկետների վերաբերյալ, քանակների վերաբերյալ, ապրանք արտահանելը, գիտեք, չգիտեմ, Չինաստանից, ասենք, հեծանիվ ներմուծելա, որ բերեք եւ կծախվի։ Մի կանտեր ամբողջ տարվա համար։ Այդպես չի, չէ՞։ Սա ավելի լուրջ խնդիր է։ Եվրոպան Ռուսաստան չի։ Եվրոպայում ամեն ինչ նախորդ գծալված է, հաշված է, որ սուպերմարկետ ինչքան կարող է վաճառի, ում հետ ինչ կոնտրակտներ ունի, որ ըստ դրա ապրանք ներմուծել։
Դուք ոչ այդ ժամանակն ունեք, ոչ այդ կապերն ունեք, ոչ էլ երբևէ դրա վրա աշխատել եք։ Հետևաբար ձեզ ինչ խոստան, խաբում են, ինչպես ապացուցվեց կոնկրետ օրինակի վրա։ Եվ ինչ մանկամիտ պետք է լինել, որպեսզի հավատալ այս իշխանություններին ինչ որ մի խոսքի։ Շեդևր է։ Գնանք առաջ։ Այսօր մի այսպիսի նամակ էր թարմացվել, աչքիս ընկավ։ Ոնց էր թե սենց դիտմամբ, գիտեք, 2 օր առաջ էր, կինս հարցրեց, Հենրիկ Հովհաննիսյանից տեղյակ ես։ Ես ասեցի, չէ, վաղուց իր մասին չեմ լսել։ Ու այսօր Հենրիկ Հովհաննիսյանի նկարով իր նամակն է տարածվում, որը գտվել էր 2020 թվականին։ Եվ ես այն ժամանակ շատ էի ներվել այս նամակի վրա, որտեղ ինքը ուղղակի ասում էր բոլորիս, որ Նիկոլ Փաշինյանի արձանը պետք է ոսկուց կանգնեցվի, որ բոլորս ձայներս կտրենք ու նստենք աղբակույտի վրա, որ մենք ովքեր չեն հավանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, վայրահաչողներ ենք ու դավաճաններ։ Վերջում էլ ավելացում է, մոլորվածներին եմ ասում, բացեք ձեր աչքերը, քանզի ասված է, լավ է կույր աչոք, քան կույր մտոք։ Հենրիկ Հովհաննիսյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Երբ որ նայեցի 2020 թվականին գրված ես, նույնիսկ այդ ժամանակ ուզում էի գոռայի ամբողջ կոկորդով ասեի, ես ինչ ես դու խոսում, շպես կարելի է, բայց այդ օրերին բոլորիս սիրտն էր, ցենց դանակը խփեր արուն չէր գա, չէ։ Ասենք լավ, տարիքն առած մարդ է, երևի իր տեսլականն ունի, կամ դեռ ինչ որ բաների է հավատում, կամ ինչ որ մի բան գիտի, մենք չգիտենք, անցավ 6 տարի։ Ես ուզում եմ հարցնեմ, պարոն Հովհաննիսյան, չեք ուզում ներողություն խնդրել ժողովրդից։ Հա։ Իրենք աղբակույտի վրա նստեցնելու, վայրահաչող դավաճաններ կոչելու համար։ Կրկին ուզում եք Նիկոլ Փաշինյանի ոսկե արձանը կառուցել։ Եթե ուզում եք, խնդիր չկա, մտեք իր քալոզարշավի մեջ։ Կամ մտավորականին հատուկ կամ սազական բարձունքից ներողություն խնդրել ժողովրդից։ Ասեք այդ խայտառակ օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման համար ես իմ ներդրումն եմ ունեցել, իրան մեծարելով, իս ձեզ կեղտոտ վայրահաչող անվանելով։ Հետո տեսա, որ սխալվել եմ, սխալվել եմ մարդու համար։ Ես անձամբ համարում եմ, որ բոլորը սխալվելու իրավունք ունեն, բայց նույնքան պարտականություն ունեն այդ սխալը խոստովանելու եւ սխալներ ուղղելու համար։ Իրավունք եւ պարտականություն, դրանք ոտ-ոտ են գնում։ Հարգելի դոկտոր պրոֆեսոր, սպասում ենք ձեր արձագանքին, որովհետեւ ասեմ ինչու համար է կարևոր, որտեղ եթե դուք չանեք, մեր ժողովուրդը հերթական անգամ կզգայրան ո՞ր պոինտեր։ Մեր ժողովուրդը մի հետաքրքիր սովորություն ունի։ Իր ամենանեղ պահերին ասում է, բա ուր են իմ մտավորականները։ Չգիտեմ դա լավ է թե վատ, մեր ժողովուրդը միշտ մտավորականի է փնտրում, մտավորականի խոսքը փնտրում։ Դուք այդ վատ օրերին Հայաստանի համար կործանարար եւ սոսկալի օրերին պաշտպանեցիք Փաշինյան Նիկոլին մնացածին կոչելով։ Չեմ ուզում կրկնեմ այդ բառերը։ Հիմա նկարող եք մի բան ասել այդ նույն ժողովրդին, որի զավակն եք դուք։ Ես էլ կասեմ ժողովուրդ ջան, դուք մտավորական ունեք, դուք անտես չեք։ Մտավորականներ ունեք, որոնք երբեմն պատրաստ են իրենց խոսքը վերանայել։ Կամ պնդել, որ ճիշտ են կարել, լավ են կարել, ձեզ էլ քիչ է։ Այս ձեզ ինչ որ կատարվում է, հələ քիչ է։ Դա է տարբերակը։ Ոնց ուզում եք։ Ամեն մարդ ունի խոսքի իրավունք, մտքի իրավունք,
ինչպես դուք եք ասում, լավ է կույր աչով, քան կույր մտոք։ Մենք չգիտենք հիմա որն ենք։ Մի հատ մգեր Արմենիա կա, ոչ սեր ունի, ոչ հայրենիք, ոչ մի բան, մի նկար է տարածել, որտեղ ների կերպարանքով Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանի հետ ուժ են կապում։ Ես ուղղակի ապշած եմ։ Ների հետևորդ մգերը խոստովանում է, ու տենց էլ գրել է սատանան դեմ է Աստծուն։ Այսինքն ինքը խոստովանում է, ինքը սատանու աջակից է։ Մենք դա գիտենք։ Մենք դա գիտենք, ես ասել եմ, Նիկոլ Փաշինյանը դա ների ներկայացուցիչն է Հայաստան աշխարհի վրա։ Ների։ Բայց որ ինքն դա ներկայացնում, ճիշտ ասած մի քիչ շոկի մեջ եմ։ Կարող է մի բան փոխվել։ Կարող է իրավիճակը փոխվել։ Սա եւս մեկ անգամ ապացույց, որ ինքը հենց ներն է Նիկոլ Փաշինյանը։ Որպեսզի ները կարողանա երկրում տարածքում լավ կատարի իր գործը հաջող։ Իրեն մի քանի գործողություններ են պետք, շատ կարևոր։ Նախ որ ժողովուրդը լինի տգետ, զրկված լինի ինֆորմացիայից, այսինքն արժեքներից, ինֆորմացիայից եւ նրա միակ բանը մտածել հոգսը լինի, թե ինչ ուտել այսօր։ Այսինքն մեղքերի մեջ թաղված լինի, որովհետեւ ոչ գնամոլություն ամենամեծ մեղքերից մեկն է։ Այսինքն ժողովուրդը ուտելուց ենկով ոչ մի բան պիտի չերազի։ Դա է իր ամբողջ քարոզը այս ամբողջ ընթացքում։ Որ Վատկանին նայում եք, ինքը ինչ-որ մի բան ուտում է, ոչ թե ուտում է, լափում է, հա։ Ու հենց դա է, որ ինքը հենց դա է ասում։ Դու պիտի միշտ կուշտ ուտես, հա։ Դա ների գործիքն է։ Մյուսը, որ կրթվելը ումա պետք։ Ինչ-որ մի բանի նվիրված լինելը, դա ավելորդ բան է, մանավանդ հայրենիքի նվիրված լինելը, դա հանցագործություն է։ Եկեղեցուն նվիրելը դա ինչը չուլանն է, հա, այդ պիղծերը, չապացուցված մանկապիղծերը, հա, չապացուցված գործակալները։ Այսինքն սա բոլորը գործիքակազմեր են, ները որոնք օգտագործում են։ Այսպիսի մի նկար տեսա, եթե իրան հաջողվի, վաղը մյուսը սենց է լինելու։ Ճանաչ իրան մասնակի հաջողվել է իր ծրագիրը։ Եթե հիշում եք իր Դիլիջանի քաղաքապետներ, չէ՞ որ անձնական թերթիկը լրացնելու ժամանակ սերը գրել էր արու, հա։ Ես սա տեսա, որ սենց կվիտանցիա էր լրացել, անունը գրել էր, տարիքը գրել էր, հեռախոսը գրել էր iPhone 13 Pro Max։ Հա։ Այսինքն սրան է բերելու հասցնի։ Եթե ասենք իր քաղաքապետն արդեն գրում արու, վաղը չզարմանաք, եթե մեր մոտ է, ասես լրացնեն հեռախոսը, գրեն հեռախոսի մոդելը։ Ասենք iPhone, ասենք 16 Pro Max, հա։ Սա կատակ չի ժողովուրդ ջան։ Սա ծրագիրը, որոնք իրականացնում են ոչ թե պատահմամբ, այլ դիտավորյալ, որովհետև տգետ իրեն արու համարող, բայց ոչ տղամարդ սերերին եւ այդ կարգի ժողովրդին կառավարելը շատ հեշտ է, որովհետև իրենց համար դա հասանելի շեմ է։ Այդ դրանից բարձր կանգնած մարդիկ դառնում են խնդրեմ իրենց համար եւ իրենք հենց ճաշ չեն ունենում նման մարդկանց հետ կռիվ տալ։ Ուղղակի կալանավորում են, ինչպես Արտուր Օսիպյանին։ Եվ հետաքրքիր է գիտեք որն է, որ ոչ մի պրոպագանդիստ նիկոլական, ոչ մի նիկոլական քաղաքական ուժ չասեց, արա, ես ինչ եք անում։ Լավ, ասենք, անառակ կարելի է լինել ինչ-որ մինչև մի աստիճան, էլի, բայց դուք ես ինչ եք անում։ Չէ՞ որ էսի ամեն դեպքում ես արդեն ասենք խայտարակություն է, դատախազից ցեն չկա, հակառակ։ Ասում է Նիկոլ Փաշինյանը ինչ որ ասում է, դրանք սպառնալիք չեն, քրերեն բան չկա։ Կարելի է խեղդել, կարելի է կզզնել, կարելի է չոքսնել, հա, մի խոսքով, դա նորմալ է լրիվ։ Հասկանում եք ինչ եք վերածել երկիրը։ Հարգելի եվրոպական դիտորդներ, ես հասկանում եմ Զելենսկին երևի հայերեն չի հասկանում, բայց դժվար թե այս ամեն ինչի մասին չիմանա, որովհետև այս ամեն ինչը ռուսական մեդիաներով տարածված է։
որ ինքը ոնց է խոսում իր ժողովրդի հետ ընտրապայքարում։ Եվ այս կարգի խոսույթով մեկին Վոլոդիմիր Զելենսկին պաշտպանում է եւ կոչ է անում Եվրոպային էլ միանալ այս պղծությանը, այս հանցագործությանը։ Արեք միացեք, դուք կտեսնեք հայ ժողովրդի արձագանքը արդեն։ Սա Ալբանիան է։ Ահա թե ինչ է կատարվում, Հիմա կմտածեք, այս ինչ պրոբլեմ է։ Ասում են իսրայելցիներին գնացեք գլորի ծոցը, որովհետև Կուշները որոշել է, որ այնտեղ 1.4 միլիարդ դոլարով պետք է հյուրանոցային կոմպլեքս կառուցի, տարածքներ վերցնի, իրանք էլ ասում են, գիտեք ինչ, մենք չենք ուզում հերթական Էփստինի կղզի մեր մոտ։ Ալբանիան դուրս է եկել 1.4 միլիարդ ներդրման դեմ, որովհետև հասկանում են, որ այդ 1.4 միլիարդ ներդրողները դրանք ների զավակներն են, հա։ Ինքը շատ պարզ հասկանում է, ինքը գիտի դրանք ով են, ինքը չի ուզում իր մոտ ունենա սրանց։ Մենք ների վարչապետ ենք պահել 8 տարի, հիմա էլ մարդկա մտածում է, որ այդ պոստենգը կարա շարունակի ավիրել։ Իսկ ալբանացին դուրս եկավ, ասես չեմ ուզում աղբիջը։ Ոչ թե թողն եմ ուզում, ոչ էլ ձեզ, թողեք իմ երկիրը մնա մաքուր։ Ինչի՞։ Նայեք այս տեսարանները նաև։ This morning, people here in central Beirut woke up. Սա Բեյրութի կենտրոնն է։ Սա ցեղասպան Իսրայելն է։ Իրանք չեն ուզում այդ ցեղասպան երկրի կեղտոտ փողերը մանկապիրցների ներկայությունը իրենց երկրում։ To one of the largest explosions of the war so far. It fell in an apartment block Israel says had been used by Hezbollah. Խաղաղություն։ Պայմանավորվել էին խաղաղության մասին երկու օր առաջ։ Ուսենց ամեն երկու օրը մեկ։ Ես որ լսում էի այդ բանավեճը, գիտեք ինչի վրա է ապշում, այդ խաղաղությունը, ասում ենք խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք բերել։ Մեկը չասեց, լսեք։ Ցանկացած ոչ լաբորատոր պայմաններում աճեցրած տղամարդու համար մի բան է հստակ։ Խաղաղությունը չեն մորում, խաղաղությունը պարտադրում են։ Եթե քեզ ոչ լաբորատոր պայմաններում չեն բուծել, դու նորմալ կյանք ես ունեցել, աճել զարգացել ես որպես տղամարդ, ուրեմն դա մասին դու պիտի իմանայիր։ Որ խաղաղությունը պարտադրում են։ Մանավանդ մեկին, որի խոսույթն է, եթե չես կարողանում ձեռը կտրես, պատչի դի ճակատ։ Հայաստանի գլուխ ձեռը, որ դրանց ճակատին է եղել, մինչև հիմա, դա ինձ եղել, որ չեն կարողացել կտրել։ Այս կարողացան կտրել, կտրեցին։ Ինչպես կացնով Գուրգեն Մարգարյանի գլուխը, որտեվ կարողացա, որտեվ Գուրգեն Մարգարյանը քնած էր։ Հա, արթուն ժամանակ չէր կարել ձեռը այդ գլուխը կտրել։ Պատճում դնում էր գլխին արթուն ժամանակ։ Հենց քնեց, կացնով կտրեց գլուխը։ Ոչ մեկ չասես դա։ Ինչ որ կիսատ խոսքեր, ընդհանրապես խաղաղության մասին որ չվիճակեցի խաղաղությունները։ Ով ես դու որ խաղաղություն ես խոսում։ Քեզ թողել են, քո վրա ոչ չեն կրակում։ Քեզ թողել են, որ դու ընտրվես, այդքան բան։ Որտեղ դու ոչ մի բան չունես պարտադրելու, ոնց որ հիմա Բեյրութը չունի պարտադրելու Իսրայելին։ Այս կադրերը դուք նայեք, այս գիտեք ինչ չի որ։ This morning, people here in Central. Սա մի բանի հետևանք է, որ Բեյրութը չի կարողանում պատասխանել։ Այ հիմա նույն բանը է Թեհրանում որ լիներ, հիմա Իսրայելի կեսը չկար։
արեցին ու Թել Ավիվի կեսը չկա։ Ինչի դադարեցին անել, որովհետև իրենը պատասխանում է։ Այ երբ որ դու չունես պատասխանելիք, քո քաղաքի կենտրոնում շենքդ կարող այսպես անետանա։ Սա է։ Ու սա հասանելի է ցանկացած տղամարդու համար, որը, ասեն, որը պարտադիր պայմանա, աճելա, մեծացել է բնական միջավայրում, ոչ թե իրան բուծել են ինչ-որ լաբորատոր պայմանների։ Սա լսենք։ Ազգի համար ամենամեծ սպառնալիքը դավաճանությունն է։ Թշնամու հարվածը տեսանելի է, այն գալիս է դրսից, այն կանխատեսելի է, բայց երբ դավաճանը ներսում է, նա խոսում է քո լեզվով, նստում է քո սեղանի շուրջ, ապրում է քո երկրում, բայց առաջին իսկ պահին պատրաստ է հանձնել քո հողը, անունը, ընկերոջ կյանքը, անգամ ընդունակ է անել այն, ինչ ընդունակ չի անել թշնամին դրսից։ Հայ ժողովուրդը դարերով չի մոռացել իր դավաճաններին։ Ֆրանգյուլը, Բաղերը, Մուսին, նրանց բոլորին միավորում է նույն ճակատագիրը, ատելությունն ու մոռացությունը, որովհետև ժողովուրդը երբեք չի ներում, երբեք չի մոռանում։ Ասեմ, ժողովուրդը չի մոռանում, թշնամին էլ պատժում է, նույնիսկ նրանք, ում հենց ծառայությունը մատուցել է, իրենք էլ հենց առաջին հերթին պատժում են։ Քանի որ խոսեցինք Հերիկ Հովհաննիսյանի մասին, ես ունեմ դրա կողքին ցույց տալ իմ շատ լավ ընկերոջը, երգչուհի Աննա Մայիլյանին, ու լսենք իր կոչը։ Հայրենակիցներ եւ մանավանդ երիտասարդներ, հունիսի 7-ին օգտվենք մեր սահմանադրական իրավունքից եւ որպես հայքի քաղաքացի գնանք եւ մասնակցենք ընտրություններին։ Ամենաշատը գիտեք ինչը դուրս եկա, ոչ թե կոչը, այ հայքի քաղաքացի ձևակերպումը։ Աննա ջան, քո թույլտվությամբ ես օգտագործելու եմ այդ տերմինը։ Շնորհակալ եմ, կեցես։ Դա մեր սահմանադրական իրավունքն է։ Մենք ենք տերը մեր հայրենիքի։ Ոչ մեր սահմանադրական իրավունքն է, նաև մեր բարոյական պարտականությունն է, մեր քաղաքացիական պարտականությունն է։ Եվ մենք ենք կառուցում մեր հայրենիքի ապագան։ Եկեք հավեսով, տրամադրված, վստահ, Աստծո ձեռքը բռնած գնանք եւ մասնակցենք ընտրությունների։ Առաջն Աստված, զգործս ձեռած մերոց ուղիղ արայի մեզ Տեր եւ զգործս ձեռած մերոց հաջողյա մեզ։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալություն Աննա ջան։ Ես սպասում եմ իմ մնացած գոլեգաների, ընկերների հալվեստի աշխարհից։ Ձայնին եմ սպասում, աջակցությանն եմ սպասում, որտեվ ինձ հիմա եք դուք պետք։ Հետո ոչ մի արժեք չի ունենալու ձեր խոսքը։ Հիմա։ Որ ժողովուրդը տեսնի, որ ինքը մենակ չի։ Որովհետև այս ժողովուրդը տենց սովոր է, ինքը խելոք մարդ է փնտրում։ Ինքը միշտ մտավորականներին է փնտրում աչքով, որտեղ ինքը ներքուստ միշտ վստահել է կրթված մարդկանց։ Ինքը միշտ վերևում է տեսել, այսպես ձեռի վրա է տեսել իր մտավորականներին։ Ի տարբերություն բոլշևիկների, հիշում եք մտավորականներին ինչ էին ասում, այնտեղ ասում են ինտելիգենտ նիշասն։ Չէ, մեր ժողովուրդը այդ բանը չունի։ Ինքը իր մտավորականներին է փնտրել միշտ։ Այսօր էլ է փնտրում։ Հենց որ ձեր խոսքի կարիքը հիմա կա։ Հիմա դա ակտուալ է։ Հետո կարող եք չխոսալ։ Իմաստ չի ունեն։ Իսկ ես սպասում եմ։ Մենակ մի թողեք ինձ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, լավ մնացեք։